Դառնալ նաև, քանի որ խոսեցինք ուրեմն հա այս սոցիալական վիճակից այս օրերին վրիպեց երևի դուք էլ ձեր աչքից էլ սիրելի հայրենակիցներ վրիպեց որ ուրեմն հետք լրատվականը որը մշտապես բավականաչափ լուրջ լրագրողական հետազոտություններ է անում հրապարակել է որ վերջին 5 տարում վարչապետի եւ 10 նախարարությունների աշխատակազմերը ստացել են 41 միլիարդ 530 միլիոն դրամ գումար, պրեմիա, պարգևավճար, 41 միլիարդ 530 միլիոն դրամը, դա ավելի քան 110 միլիոն դոլար եւ դրա մեջ մտած չի պաշտպանության նախարարության եւ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերին տված գումարները պատկերացնում եք 5 տարում 41 միլիարդ 530 միլիոն դոլար պրեմիա, որի մեջ մտած չի պաշտպանության նախարարությունը եւ ԱԳՆ-ն, այս մարդիկ իրանց պարգևավճարներ են տվել։ Ես պարզապես ուզեցա, որ մեր են հայրենակիցները, ովքեր դեռ շարունակում են հույսեր կապել այս իշխանության հետ եւ հավատալ, որ իրենց սոցիալական վիճակը լավանալու է, իմանան, որ լավացել է բացառապես այս իշխանության ներկայացուցիչների սոցիալական վիճակը։ Եվ քանի որ ես մշտապես զբաղվել եմ այդ խաղամոլության խնդրով, թե որպես նախկինում որպես լրագրող, թե որպես падգամավոր քաղաքական գործիչ ուզում եմ ուղղակիորեն ահազանգել խաղամոլությունը, խաղադրույքները, շահումով խաղերը, այդ բուկմեկերական ընկերություններում դարել է ազգային անվտանգության խնդիր։ Ես պահանջում եմ, որ հրատապ ազգային անվտանգության ռազմավարություն մշակվի այս խաղամոլության, խաղադրույքների, բուկմեկերական ընկերությունների գործունեությունը կանխելու համար։ Թիվ եմ ներկայացնում մեր երկրում օրական 20 միլիարդ դրամ օրական 20 միլիարդ դրամ ուրեմն խաղադրույք է արվում։ Սա կատաստրոֆա է, պիտի արգելվի օրենքով բուկմեկերական գործունեությունը, պիտի արգելվեն այդ խաղադրույքները, այս թիվը 20 միլիարդը ես վերցրել եմ սոցապ նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հրապարակած թվերին վստահ եմ դրանց ճշմարտացիության վրա, սա կատաստրոֆա է, նայեք ինքնասպանությունների թիվը, նայեք վիճակագրությունը, թե որ տարիքային խմբերում են ավելի շատ ինքնասպանությունները, լսեք այդ ինքնասպանությունների պատմությունը եւ կտեսնեք, որ դրանք ուղղակիորեն կախված են այս խաղամոլության եւ խաղադրույքների հետ։ Պահանջում եմ ուրեմն հրատապ օրենքի ուժով դիմում եմ ընդդիմադիր խմբակցություններին մանդատ հաշվելու ձեր կալկուլատորը շպրտեք մի կողմ եւ զբաղվեք այս խնդրով 5000 եւ ավել երիտասարդներ բայրակթարների տակ սպանվեցին 44-օրյայի ժամանակ, հիմա սա ևս սպիտակ ջարդ է, այս խաղամոլությունը, թմրամոլությունը եւ հիմա երիտասարդների մեջ զգալի տոկոս են կազմում կամ խաղամոլները, կամ թմրամոլները։ Մենք տեսնում ենք նաեւ նախորդին մի հրապարակում էի կարդում Telegram հավելվածում 1200-ից ավել այլևս հավելվածներ կան, չաթեր կան, որտեղ նարկոտիկ են վաճառում եւ որտեղ նաեւ երիտասարդներին ներգրավում են այդ բարիգության մեջ։ Հետևեք, ազգային անվտանգություն ընդդիմադիր գործիչների հեռախոսները լսելու փոխարեն այդ սոցիալական ցանցերում եւ մասնավորապես Telegram-ում բացահայտեք, բռնեք ձեռքը, կործանվում է մի ամբողջ սերունդ։ Մի մասը խաղամոլությունից, մի մասը այս նարկոտիկներից եւ թմրաբիզնեսներից, որոնք այլևս ինչպես ժամանակին ասած ԿՊՄ ներկայացուցիչ չկա միջին վիճակագրական մի քեֆ, հա, որտեղ նարկոտիկ չշրջանառվի, հասել են նաև
դպրոցներ։ Սա ուրեմն այս մասով եւ ուզում եմ անդրադառնալ ընդամենը օրերս մարդու իրավունքների հիմնադրամի Human Rights-ի ուրեմն վերլուծությանը, մի ծրագիր էր արել վերլուծություն Հայաստանի մասին, ուրեմն եւ կոչվում էր վերլուծությունը բռնապետության հետագիծը, որտեղ վերլուծությունը Հայաստանին էր վերաբերվում եւ այդտեղ ամենայն մանրամասնությամբ նկարագրված է թե ինչպես 25 թվականին հայ առաքելական եկեղեցու դեմ իշխանությունը իրականացրեց համակարգված ուրեմն հարձակում, համակարգված ճնշում վարչական ռեսուրսի օգտագործմամբ մանրամասն նկարագրված է թե 24-25 թվականներին ցույցերին ոստիկանական ուրեմն բռնությունները, խոսքի ազատության նկատմամբ վարչական գրաքննությունը, ուրեմն մանրամասն նկարագրված է թե ինչպես խուլիգանության դրույթի քրեական օրենսգրքում խուլիգանության դրույթի ուրեմն կամայական մեկնաբանությամբ ուրեմն անազատության մեջ են հայտնվում լրագրողներ, նշված է Նարեկի Սամսոնյան, Վազգենի Սաղաթելյան գործը, նշված են լրատվամիջոցներ հրապարակ 168 բազմաթիվ լրատվամիջոցներ, ում հանդեպ հարուցված են քրեական գործեր եւ արձանագրում է ուրեմն մարդու իրավունքների հիմնադրամը, որ այս ամենը ուրեմն նշված է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համակարգված կերպով այս խուլիգանություն իբր հոդվածը օգտագործվում է անկախ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար, ինչի եմ ասում, դեռ այնտեղ շատ որոշ ուրեմն իրավիճակներ շատ ավելի մեղմ է նկարագրված ուրեմն Human Rights-ում, բայց այս ամենը ինչի եմ ասում, որ անգամ այս իշխանության արևմտյան տերերը չեն կարողացել աչք փակել են խայտառակ գործերի վրա նկարագրված է Սամվել Կարապետյանի, Բակրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի բոլորի Աշոտ Երկաթի բոլորի գործերին մանրամասն ուրեմն անդրադարձ կա եւ այո անդրադարձը հետեւյալն է, որ իշխանությունը այս հոդվածը խուլիգանություն ուղակի ուրեմն որպես մահակ գործադրում է եւ նաեւ գրաքննությունը Հայաստանում ազատ լրատվամիջոցների բերանը փակելու եւ լրագրողներին բերթերը լցնելու համար, իսկ եկեղեցու վերաբերյալ արդեն նշեցի Մարդու իրավունքների հիմնադրամը ուղղակիորեն արձանագրել է 25 թվականին հայ առաքելական եկեղեցու դեմ համակարգված ճնշում է տեղի ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործմամբ։ Սա ուրեմն այս մասով եւ քանի որ մեզ հետևող հայրենակիցների մեջ շատ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր հավատում են Նիկոլ Փաշինյանի եմը գնալու այս այսպես ասած կտերին, վստահ եմ չեք հետևել, վերջերս Նիկոլ Փաշինյանը Լեհաստանում էր, գիտեք ամենահակառուս երկիրը Լեհաստանը եւ երբ որ հարց տրվեց իրեն Լեհաստանում հանդիպման ժամանակ հնարավոր է ռուսական ռազմաբազան դուրս գա Հայաստանից, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ նման հարց Հայաստանի օրակարգում չկա, ավելին, անենց գոված Պուտինին, որ ով է մայրամ մեր մոտ ամենառուսամետ գործիչը, երևի լուսահոգի Արտաշես Գեղամյանը գերեզմանում 20 հատ սալտո տվեց, գոված Պուտինին, ասեց Պուտինի դերակատարությունը 44-օրյա պատերազմը կանգնեցնելու գործում, անենց գոված, անենց խոսած, անենց նկարագրեց, որ չկա տենց բան, Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները նոր որակ, նոր հերսեր են տեղափոխվում, ինչ ռազմաբազա հանել, որ երևի ամենառուսամետ գործիչը Հայաստանում նստած կմտածեր, որ չէ, սենց Նիկոլից ավելի ռուսամետ չկա, սա էլ ի պատասխան բոլոր նրանց, ովքեր սենց իրանց պասպորտը բռնած, սպասում են, որ հեսա վիզաների ազատականացում է լինելու եւ իրանք գնալու են Եվրոպա։ Ինձանից ավելի արևմտամետ, եվրոպամետ
գործիչ ես շատ քիչ գիտեմ Հայաստանում, այո ես կարծում եմ, որ եթե լիներ ռեալ հնարավորություն ինտեգրվել Եվրոպական միությանը, դա Հայաստանի համար շատ լավ կլիներ, բայց ես մշտապես շփվում եմ Եվրոպական միության տարբեր կալիբրի պաշտոնյաների հետ, Եվրոպական միության օրակարգում Հայաստան առաջիկա 100 տարում ցավալիորեն չկա։ Այսքանը ես եմ շնորհակալ։